Մենք վերադարձանք եւ ինչպես միշտ խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին։ Այսօր նորից ու նորից մեզ հյուր է եկել մեր գործընկերը Մանո Բրուցյանը, ում հետ խոսելու ենք ստրեսներից, ում հետ խոսելու ենք մազաթափությունից եւ բոլոր այն խնդիրներից, ինչը բերում է եւ հասցնում է արդեն իսկ մազաթափությանը։ Մանո, ողջույն։ Բարև ձեզ, Մանո։ Բարև ձեզ։ Դե կան մարդիկ, որոնց որ մազաթափություն այլևս չի հուզում, իսկ կան մարդիկ, որոնց որ դեռ հուզում է։ Խոսենք այն մարդկանց մասին, որ դեռ հուզում է եւ իմիջիայից ոչ միայն մազաթափություն, եղունգների որակի մասին, մաշկի թեփոտության այդ ախտորոշումների մասին։ Ինչի հետ է դա կապված եւ առհասարակ դա կապ ունի առողջ սննդակերպ կարգի հետ եւ մարզվելու հետ, մազաթափություն, եղունգների որակ, մաշկի որակ։ Ասեմ ձեզ շատ լավ էր հարցը, որ ամբողջը իրար հետ է կապված, այսինքն առաջի հերթին գալիս է մեր սննդակարգը, թե մենք ինչ ենք սնվում։ Ես միշտ ասել եմ, մենք այն ենք, որ ինչ ուտում ենք, չէ՞։ Գալիս է երկրորդ հերթին իհարկե վիտամինները, վիտամինների կոմպլեքսները, ինչ որ բագասում է։ Երրորդ հերթին գալիս է ամենակարևորը քունը եւ ստրեսը։ Okay. Եթե այս ամբողջը միացավ իրար հետ, կամ թեկուզ մեկը խախտվեց, մեկը մյուսի դեմ, ձեր մոտ հաստատել է մաշկի խնդիր, կամ մազաթափություն, կամ եղունգի խնդիրներ։ Ինքը մի հատ ցեպ է, որ ամբողջը իրար հետ կապված են։ Իսկ եթե ունենք մազաթափություն, ինչ պետք է անել, այսինքն սա կարծես ինչ որ նշույլ է, որ պետք է գնալ անալիզներ հանձնելու, թե պետք է միանգամից առաջնահերթ սննդակարգի ուշադրություն դարձնել։ Ջուր խմել եւ մարզվել։ Մազերը հետ կգա։ Չէ, այս դեպքում գասե մարզվելը լավ այստեղ գապ չունի, որպես չխապենք։ Այստեղ ես կարամ չմարզվեմ։ Իմ մազերը հիմա թափում է, ես էլ չեմ մարզ, Բարի։ Այդ դեպքում իհարկե առաջի հերթին հնարավոր է, դե մենք որ միշտ քարոզում ենք, որ մենք պետք է առողջ սնվենք, եթե մենք առողջ ենք սնվում, ապա երկրորդ հերթին մեզ գալիս է պետք է անալիզներ հանձնենք։ Կոնկրետ եթե մազաթափության թեմա, դա երկաթն ու վիտամին D-ի բագասը արդեն հաստատ ձեր մոտ գտնի մազաթափությունները։ Իհարկե երկրորդ հերթին բարդատիր պետք է մենք առողջ սնվենք, ոչ թե մենակ մաշկի, այդ որ ասում եմ ձեզ առողջությունը, առողջ սնվելը, այո, դրա մասին ենք խոսում։ Իսկ ինչ կասեք մեկ գավաթ ջրի մասին, Մանո։ Մեկ գավաթ ջուրը դա կյանք է։ Ջուրը քիչ է, մեկ գավաթ։ Իհարկե, մի գավաթը քիչ է։ Մենք ասում ենք քոնե, օրը 1.5-ից 2 լիտր բանեք, իհարկե կապված է ձեր քաշից, ինչքան շատ այնքան լավ, նաև հիմի ամառ է, ինչքան շատ ջուր խմենք, այնքան լավ, որ դա գործնում ենք, որպեսզի չի ջրազրկվենք, եթե ջրազրկվեցենք, նաև մաշկի որակն անգրում այնտեղ։ Լավ, Մանո, իսկ կարող ենք այս մազաթափության, ստրեսի հետ կապված անգամ նիհարելու եւ գիրանալու process-ը կապել նաեւ եղանակի հետ։ Այս շատ տիպիկ հարցեր, հիմնականում մարդիկ, երբ որ որոշում որ իրանք պիտի նիհարեն, մտնում են շատ խիստ դիետաների մեջ, այսինքն դեֆիցիտը շատ ցածր են դալի ու սկսում է արդեն խնդիրները, մազաթափություն, եղունգները ջարդվում են կամ մաշկի խնդիրները, ինչի համար, որովհետև արդեն քո մարմինը չի ստանում կարևոր մակրոներ, ինչ որ պետք է օրվա համար, կամ վիտամիններ, որ ինչ որ մենք ստանում ենք սնունդից, դա ինչի է բերելու այդ խնդիրներին։ Այսինքն սննդակարգ շատ կարևոր է, որովհետև եթե դուք այդ միկրոէլեմենտները եւ վիտամինները չեք ստանում, առաջին հերթին դա զգացում է հենց այդ մազաթափություն, եղունգների որակ եւ մաշկի գույնի փոփոխություն։ Այո, շատ ճիշտ, եթե իջանք շատ ցածր դեֆիցիտ, դա արդեն անեմիա է, ու մեծ խնդիրներ է բերելու, որ մարդիկ այդ դրան ուշադրություն չեն դարձնում կամ չեն հասկանում ինչև այդ քայլը գադարելը։ Իմացեք, որ շատ դեֆիցիտի եւ ճիշտ չսնվելը դա արդեն բերելու է ձեզ ոչ թե մենակ նիհարելուն, այլ այդ բերելու է բոնուս առողջական խնդիրները։ Մանո, իսկ կարելի է օրինակ այդպես անել, այսինքն քիչ սնվել եւ ելնել դիետայի վրա, բայց բարբերաբար այդ վիտամինները դեղորյակի պես օգտագործել։ Ու լրացնել բացը։ Բալանսը գալու է, թե ավելի ճիշտ է սննդակարգը պահպանել։ Սենց ասեմ ձեզ, ամեն շատ դեպքերում մենակ սննդակարգը չի հերիքում, եթե մարդու մոտ կա ինչ-որ դեֆիցիտներ, օքեյ, այսինքն եթե քո մոտ վիտամին D լավ դեֆիցիտը դու մենակ ուդելով հաստատ չես կարա իրան բարձրացնես, կարող ասել մի քանի դոգոս ելնի, բայց եթե ունես խնդիր, հաստատ մենակ սնունդով չես կարա բավարարես, դրա համար խորհուրդ ենք տալի։ Իհարկե մենք ունենք պրոֆիլակտիկ չափաբաժիններ, որ առանց բժշկի թույլտվության գաբարի մենք կարող օգտագործենք, խոսքը գնում է վիտամին D-ն, օմեգային, մեկ էլ մագնեզիումի մասին։ Բայց եթե զգում եք, որ մենք ունենք խնդիր, ավելի ճիշտ կլինի, խնդրում եմ, ինչպես որ ասում ենք, ամեն 3 ամիսը կամ 6 ամիսը գնացեք անալիզներ հանձնենք, որովհետեւ տեսնենք ինչ խնդիրներ ունենք, որովհետեւ հիմնականում մարդիկ, երբ որ մենք ուղարկում ենք անալիզներ, իրանց մոտ կարելի է վիտամին D, երկաթ, մեկ էլ ֆերրիտինի խնդիրները, իհարկե եղունգների դեպքում էլ չմոռանանք B12-ի մասին էլ։ Բայց շատ դեպքերում օրինակ վիտամին D որ ընդունում եք, միևնույն է մարզումների մասին պետք է մտածել, մարզումներ կամ գոնե զբոսանք արևի լույսի տակ, որտեղ եթե դուք արև չտեսնեք, այդ վիտամինները ձեր օրգանիզմը չի ընդունելու, որտեղ
չի կարող առանց արևի լույսի վիտամին A-ն եւ վիտամին A լուծվել։ Իմացաք։ Իմացանք։ Ես գիտեի դա։ Շատ ճիշտ է, մեկ խորհուրդ եք տալի դրա համար էլ հիմնականում մարդիկ դրսում քայլեն, չի, բայց մի հատ խնդիր ունենք, որ այդ ժամանակահատված, որ մեր մոտ շատ լավ է ստացվում այդ արևի ընդունելը, լինում ասենք 12-ից 3-ի միջև, որը խնդիրը կամ դունն ենք, դուն նստած կամ աշխատանքի վայրում ենք։ Ես կասեմ այն ընդմիջման ժամանակ, թե ուզ եթե հելնենք 10-15 րոպե քայլենք դուրսը, թե ուզ ասում է հեչի սլավա ինքը։ Կամ կարելի է արևային լոգանքներ ընդունել, դուրս գալ։ Միանալի բաներից է խոսում։ Արևին քրես քեզ։ Իմի ամառ եկավ, արդեն լողավազարաններից կարանք օգտվենք, շաբաթը 1-2 անգամ գնանք լողավազան, ավելի համ կհանգստանանք, ստրեսից դուրս կգանք, նաև կընդունենք արև։ Համել կնիհարենք։ Չավե թող նախոսի։ Դա այո, թող մտածի։ Մելի դա դες չի վերաբերում։ Այո, շնորհակալություն գոր։ Մանո, իսկ ամռանը կարծես թե մի փոքր ախորժակի խնդիր ենք նաև ունենում եւ չենք կարողանում նորմալ սնվել։ Հա դա կարող ենք կապել շոկի հետ, եղանակից է կախված եւ այլն։ Ինչ կարևոր մի քանի այսպես միտք կամ բանջարեղեն կնշեք գոնե հասկանալու համար, որ այսպես չենք ամբողջությամբ Զրկում մեզ կամ միգուցե մի քանի բան ուտենք, բայց կարողանանք լինել առույգ ու ժիր, բայց Okay, լրիվ հասկացա ես ձեզ, հնարավոր է մարդիկ կան իրաց մոտ։ Բայց յուտվենք, գոր, կարող չէ յուտվենք։ Միտքը հասկացա ձեզ։ Այո, ասես օգտից բռնում եմ մի անգամից։ Ուրեմն սենց ասեմ ձեզ, խնդիր, այո, կա մարդկանց մոտ ինչ-որ ամառը կարող ախորժակի հետ խնդիր ունենան, բայց դա էլ սենց ասեմ, ինչ-որ մի բան չի լինում առանց պատճառ։ Եթե ես ունենում եմ ախորժակս հետը փակվում է, այսինքն կամ ես իմ քնի հետ խնդիր ունեմ, կամ ջուր խմելու հետ խնդիր ունեմ, օքեյ, նայեք խնդում արդեն ինքը գիտի ինչ եմ ասում։ Այդ ամբողջ եթե գալու ես գարա բերի ախորժակի խնդիրին։ Օքեյ, բայց մենք փորձում ենք ամենակարևոր մակրոսպիդագուստերը բահենք, հետո գարանք ամեն նախաճաշ ջաշի ցենտրիկից հետո մենք ներառենք մեր միրգը սեզոնային ինչ որ ուզում ենք, բայց ինչպես որ միշտ ասել եմ, չափով, այսինքն եթե իմի երագը սերագի սեզոննա որ ինքը շատ համով այս տարի չգիտեմ ինչի համար, բեք չի ուդել ինքը ամբողջ ամանա այսենց 300 գրամ, 200 գրամ հաջույք է ստացեք, դեռ սկսում ենք ուտել, արդեն չենք կարողանում կանգնենք, մանո։ Դե որ դրա համար եմ ասում սպիդագուստերը կեր, հացդ կեր, հետո կեր։ Սոված փորին եթե ուտես, մինչև վերջ կուտես։ Ելակը պետք է դույլով ուտել։ Այո։ Օ, ես էլ եմ համաձայն այդ մտքի հետ։ 100 գրամ մանա, 100 գրամ չէ, իսկ Մանոյի դույլիկը, Մանոյինը դույլիկա, իսկ իմը իմ դույլով դույլ, այո։ Այ երկրորդին կարակտեր արեք արդեն ձմերուկը հիմի սեզոնն է։ Ձմերուկի սեզոնը չի հələ։ Ոչ, բայց սկսում է, սկսել է։ Ինձ թվում է, որ Մանոյի ամենասիրած միրգը հենց ձմերուկն է, Մոտ ես էլ եմ ձմերուկ շոկ։ 90% ջուր է։ Այո, բայց միևնույն է ձմերուկ։ Բայց ասեմ ես որ իր գլիկեմիկ ինդեքսն է բարձր։ Այո, ասեն ինսուլինի դադարումը շատ արագ լինում։ Դրա համար խորհուրդ եմ տալի ինչ որ մի բանի հետ ուտել, այսինքն, օքեյ, թեկուզ ապրեք, մի գդոր բանիր ամբողջական հացի հետ, եթե միքսենք, մի 200 գրամով, եթե բավարարվենք, 200 գրամով, այդ էլ տես։ 200 գրամով։ Այդ հավասարը ինձ թվում է գարան մսին մի ամբողջական, այսինքն ձմերուկը հերիք չի ուտում ենք հետնել պանիր ու հաց ամբողջական Ու ինչա դառնում վերջը վրայից է կխմենք մեկ բաժակ ջուր։ Բայց ախր մենք պետք չէ այդ ամբողջ մեր օրվա կալորիաները մի բանի մեջ սնվենք, մի սնունդի մեջ ներառենք, չէ, բաժանենք, ուզենք չուզենք, ինչ անենք։ Այսքան ձմերուկի կներ։ Լավ, շնորհակալություն Մանո, ամեն ինչի հետ համաձայն չենք, բայց փաստը մնում է փաստ։ Որ ճիշտը Մանոյի ասածն է։ Մնացածը ձեր գործն է։ Չէ, դիմա դույլիկի հետ համաձայն չեմ որ։ Դույլիկ, ես դույլիկ չեմ, ես դույլ եմ ուզում։ Դույլը պետք է լինի դույլ։ Շնորհակալություն Մանո, եղեք առողջ եւ ճիշտ խաղացեք այդ խաղը, որովհետեւ օրենքները անփոփոխ են եւ իսկապես Մանո մտածում է մեր առողջության մասին եւ դա կարեւոր է։ Երաժշտություն։ Երաժշտություն Շանթի եթերում։ Այո, մենք էլ ենք մտածում ձեր մենթալ առողջության մասին։